Ամենատարածված միֆերը մասնագիտություն փոխելու մասին, որոնք են։ Մոռացեք։ Տենց բան չի կարող լինել 3 ամսում դառնալ միլիոնատեր։ Չեմ հիշում այդ կայքի անունը, բայց իր երաժշտությունները սկսեց վաճառել։ Գրել ու վաճառել ու լավ փող էր աշխատում։ Հենց մեր ուսանողներ։ Մի քանի ամսում հնարավոր է ամբողջությամբ վերապրոֆիլավորվել որպես մասնագետ։ Մի քանի ամսում դժվար է ասել։ Հոգեբանական Վիճակագրորեն ինչն է ստիպում մարդկանց գալ։ Ակնհայտ իրանք գումարի խնդիր չունեն։ Հստակ պաշտոնի բարձրացում։ Խնդրեմ, էդ էիր ուզում։ Թեմայի մեջ։ Բացում ենք թեման բոլոր կողմերից։ Եթե ես իմ առաջին մասնագիտությամբ դերասան չլինեի, ինձ թվում է ես խոհարար կլինեի։ Բա դու։ Իսկապես։ Հա, անկեղծ, շատ եմ սիրում այդ մասնագիտությունը։ Ես բժիշկ։ Բժիշկ։ Բայց լավ է որ հաղորդավար ես։ Իհարկե։ Լավ։ Եվ միտք չունեմ դեռ փոխելու, բայց դե ինչպես հազարավոր մարդիկ աշխարհում, նաև Հայաստանում, բազմաթիվ մարդիկ ինչ որ տարիքում, ինչ որ հոգեբանական փուլում որոշում են ամբողջությամբ փոխել իրենց կյանքը, վերսկսել նորից, սովորում են նոր գիտելիքներ են ձեռք բերում, հմտություններ եւ իսկապես փոխում են իրենց ամբողջ կյանքը նմանատիպ վառ օրինակ այսօր մեր տաղավարում է եւ կխոսի իր անձնական փորձից եւ բնականաբար մենք էլ ձեզ կներկայացնենք թե ինչպես է լինում մասնագիտության փոփոխությունը 30 եւ ավել պլյուս տարիքում կամ 25-ում ինչու ոչ ներկայացնեմ սիրով մեր հյուրին մեր հյուրն է BDG ընկերության օպերացիոն տնօրեն Վահագն Քարամյանը Բարև ձեզ Մենք սկզբում պայմանավորվել ենք անցնել դուի եւ մենք մեր հյուրի հետ կշփվենք դույով ավելի միտերմիկ եւ ոչ այսպես պաշտոնական զրույց ունենալու համար։ Վահագ ջան, ինձ սենց մի հատ հարց է հետաքրքիր։ Այ ոնց են մարդիկ գալիս այդ որոշմանը ու ոնց է ստացվում, որ մարդիկ որոշում են մասնագիտություն փոփոխել։ Ինչից դրդված։ Ձեզ մոտ բազմաթիվ այդպիսի ուսանողներ կան, չէ, եւ ելնելով նաեւ այդ ամբողջ փորձառությունից։ Պատմեք։ Okay. Նախ շնորհակալություն հրավերի համար։ Այո, մեզ մոտ BDG-ում սովորենք մենք ասենք ոչ թե business development group, այլ BDG, մեզ այդպես են ավելի լավ ճանաչում, այո, BDG։ BDG-ում կան այո բոլոր ձեր նկարագրած տեսակի մարդիկ, մեզ մոտ գալիս են թե մասնագիտությունը level up լինելու համար, այսինքն շարունակել խորանալ եւ թե նոր մասնագիտություն ձեռք բերելու համար, օրինակները շատ են, այ դուք ասացիք, եթե դերասան չլինեիք, կլինեիք խոհարար, համ դերասաններ են մեզ մոտ գալիս, համ բժիշկներ են մեզ մոտ գալիս, ամբողջ փորձը ձեր նկարագրած ունենք, հիմա եկեք կոնկրետանանք Իմ կարծիքով այսօրվա հիմնական խնդիրներից մեկը ինչ են մարդիկ այդ ամեն ինչին գալիս, որովհետև այդպես է ստիպում շուկան, այդպեսի ժամանակաշրջանում ենք ապրում մենք, շատ քչերն են այսօր սովորացնում համալսարանում, թե ինչպես գումար աշխատել, իսկ մարդիկ գալիս են փորձում են այնպես մասնագիտություն ձեռք բերել, որը գումար է կարող է բերել իրենց, ու հենց այդպեսի հնարավորություն ենք տալի մենք BDG-ում, որպեսզի ամենաարդիական մասնագիտությունները սովորեն, որոնք այսօր գումար են բերում, ու նույնիսկ եթե ինչ-որ մի մասնագիտություն մի քիչ հնանում է, մենք փորձում ենք նրան update անել, այսպես ասած։ Որոնք են այդ մասնագիտությունները, որոնք որ այսօր նոր են, ամենատենց փողաբեր ժամանակակից։ Եվ ամենապահանջվածն։ Ամենապահանջված, օրինակ մեր մոտ շատ պոպուլյար է, հիմա շատ են գալի data analytics-ի համար, գալիս են project management սովորեն, product management սովորեն, design սովորեն, շատ պոպուլյար է նաև մեր մոտ հենց level up-ները, այդ իմ բոլոր նշած դասընթացների level up-ները, որ գան շարունակեն խորանալ իրենց մասնագիտությունների մեջ, այսինքն այսօր շատ պոպուլյար է այն մասնագիտությունները, որոնց product-ի շուրջ են պատտվում, որ այդ մասնագիտություն սովորելուց կարող է լինել ինչ-որ մի հատ product ստեղծելու մի մասնիկ։ Այսինքն մի քանի ամսում կներես էլի հավետ։ Ուղղակի շատ են հարցերը մի անգամից։ Ահա, էլ շատ լավ թեմա է, ինձ թվում է բոլորին է հետաքրքիր։ Մի քանի ամսում հնարավոր է ամբողջությամբ վերապրոֆիլավորվել որպես մասնագետ։ Թե ամեն դեպքում հիմքը կարևոր է եւ շարունակական աշխատանքը։ Հիմա ավելի շատ դուք ոնց որ շեշտը դրեցիք հենց սկսնակների համար, ովքեր մտնում են ինչ-որ մասնագիտությունից, փորձում են ամբողջովին նոր մասնագիտություն սկսել։ Այո։ Մի քանի ամսում դժվար է ասել, դժվար թե ստացվի միանգամից անցնել աշխատանքի, հա, պետք է շատ մեծ աշխատանք տարվի մարդը իր վրա, օրինակ ես ինքս էլ այդպեսի ճանապարհով անցել եմ, հա, ինքս սովորել եմ օրինակ մեր նույն BDG-ում տարիներ առաջ UI UX design ու ինքս ին վրա արդեն շարունակելով աշխատել, կարողացել եմ գտնել իմ առաջին աշխատանքը։ Եվ որը եղել դա Digitane։ Լուրջ։ Այո։ Խնդրեմ։ Դուք հետո արդեն աճել եք եւ ունեք երրորդ մասնագիտությունը, եթե չեմ սխալվում։ Հիմա ինչպես նկատեցիք ամենասկզբից ինձ ներկայացնելուց, ես BDG օպերացիոն տնօրենն եմ, այլ ոչ թե BDG UI UX դիզայները։ Այսինքն այո։
Այլ այդպես ասել։ Հստակ պաշտոնի բարձրացում։ Խնդրեմ, էդ էիր ուզում։ Այո, ուզում էի որ մարդիկ տեսնեն, որ հնարավոր է քայլել այդ ճանապարհով եւ հասնել ինչ որ կոնկրետ նպատակակետի։ Գիտես, ես հիմա ուզում եմ, որպեսզի մեզ դիտող մարդիկ հասկանան, որ մենք ոչ թե մարդկանց ստիպում կամ այլ ճանապարհ ենք ցույց տալիս կամ ինչ որ ձևով ներկայացնում ենք, որ 30+ տարիքում հնարավոր է փոխել մասնագիտություն եւ նաեւ 25 կամ 20 առհասարակ միշտ կարելի է փոխել մասնագիտություն։ Արի ես կետում խոսենք հաջողված պատմության մասին։ Հաջողված պատմության եւ մի հարց, արդյոք մարդիկ, ովքեր որ փոխում են, մեծամասամբ կարող են համարել իրենց որպես շահած, թե ավելի շատ կարող են օրինակ ասել, որ իրենք պարտվեցին։ Եկեք ձեր հարցին պատասխանեմ, sense հայտնի մի հատ աֆորիզմով, ավելի ճիշտ ինքը այդքան հայտնի չի, ես եմ իրանց sense շատ շարքում, իմ մի հատ չեմ հիշումով ասել էր, որ հիմա ամենախելացի մարդը ինչի շատ բան գիտի, այ ով հարմարվում է փոփոխությունների, ու այդ շատ sense 100%-անոց խփում է հենց կետին, որ այսօր կարճ կոնկրետ նկարագրում է իրավիճակը շուկայի, աշխարհի, ինչու՞ չէ այտենց գլոբալիզացնենք ավելի, թե ինչա կատարվում հիմա աշխարհում, այսօր պետք է հարմարվես փոփոխությունների, այլ տարբերակ չկա։ Ու ժամանակին համընթաց քայլել արտահայտություն հենց այդ փոփոխություններին հարմարվելու մասին է, ինչը մենք այդքան շատ ենք ասում։ Իսկ փոխել մասնագիտությունը այդ տարիքում այդ առավելությունները, սահմանափակումները ինչ կան, ինչեր կան։ Սահմանափակում, ռիսկեր, այնպեսին են ինչպես առօրյայում օրինակ կարող է քայլես փողոցով, ինչ ռիսկեր կա այդ պայծրությամբ, այդ նույն ռիսկերն են, ոչ մի ինչ-որ յուրահատուկ ռիսկեր է, միայն ցանկությունն է պետք այստեղ, ռիսկերը նույնն են, ինչ որ ամբողջ աշխարհում բոլորի մոտ, ինչ որ յուրահատուկ վախեր, չեմ կարող ասեմ, ռիսկեր, այսօր պարտադիր է շարունակել արդիականալ որպես մարդ, որպես բրենդ, այսօր personal branding-ն էլ շատ կարևոր է, դրա համար եմ այդպես ճշտում բրենդ, ու օրինակի համար շատ կարևոր է, որ մենք առաջ կարծում էինք, որ մարդը սկսում է մի մասնագիտություն ընտրում ամբողջ կյանքի համար, իսկ հիմա այդպես չէ, հիմա ամբողջ կյանքի համար մարդը կարող է 1, 2, 3 մասնագիտություն լինի, ոչ թե կարող է երևի պարտադիր է, որովհետև չեն կարող առանձնացնել ինչ որ մարդկանց, թե ծրագրավորողներն են այսօր փորձում հարմարվել, թե դիզայներները, թե հաշվապահները, այսինքն յուրաքանչյուր մարդու կարող ենք ասել, այսինքն տարիներով չես կարող նստես ու գործ անես։ Իսկապես, այս արագ փոխվող աշխարհում չես կարող անընդհատ։ Ես մի օրինակ եմ ուզում ասել, որ շատ դասատուներ դպրոցում աշխատում են մինչև 70-անց տարիքը ու մեծամասամբ, երբ մարդը աշխատում է երեխաների հետ, հատկապես այդ տարիքում, սկսում են ինչ-որ նյարդային խնդիրներ առաջանալ եւ այլն եւ այլն։ Մենք վստահաբար բոլորս մեր տարիներին ունեցել ենք դասատուներ, ովքեր որ եղել են ջղայնից մի քիչ ավելի դեպի այլ կողմ տանող ճանապարհին։ Ինձ թվում է այդ մարդկանց մոտ մասնագիտության չփոփոխելը բերելը այդ ներվով աշխատելուն, որ իրենք մինչև իրենց կյանքի վերջ ստիպված են աշխատել որպես, չգիտեմ, հայոց լեզվի կամ, չգիտեմ, հայոց պատմության ուսուցչուհիներ կամ ուսուցիչներ, բայց ներվի մեջ, այսինքն ինչ որ պահի կարելի է հրաժարվել դրանից։ Այստեղ ինձ թվում է այլ խնդիրներ էլ կան, այդ սոցիալական խնդիրներն են, դասարանները մեծ են, աշխատաժամն է ավելի, բայց փոփոխությունների իմաստով թե դպրոցում, թե համալսարաններում կրթությունը պիտի իսկապես ժամանակակից դառնա, որովհետև մենք բոլորս սովորել ենք համալսարաններում, որտեղ անընդհատ տեսական կրթություն են տալիս, իսկ հետո դու չգիտես այդ տեսական գիտելիքի հետ ինչպես վարվել, որովհետև շուկայում դու դա չես կարողանում ճիշտ վաճառել։ Ու գալիս ենք նորից նրան, որ մենք չգիտենք ինչպես փող աշխատել, հա, այդ մեր գիտելիքով։ Այո։ Իսկ այսօր կարևոր է վաճառել քո իմացածը, քո հմտությունը եւ քո գիտելիքը եւ երևի թե հենց դա է մեզ տալիս ժամանակակից այս նոր փոփոխություններին գնալը։ Խոսենք հաջողված օրինակների մասին։ Բայց գիտեք, մի քիչ ավելի բարձր տարիքի մարդու ինձ այնքան հետաքրքիր օրինակ 40-ում, 45-ում, երբ արդեն տպավորություն է, որ էլ այդ ռիսկին պետք չէ գնալ, հա, մեր ծնողները օրինակ, ես չգիտեմ, հայրս 45 տարեկանում հիմա կուզեր ռեալ այդպիսի փոփոխության գնալ։ Կա այդպիսի օրինակ ձեր դպրոցում։ Այստեղ երևի ավելի շատ օրինակ մեծ հասակի մարդիկ, հա, իրանք ընտանիքը հիմնականում է ու հաճախ իրանք չեն կարողանում հետևել նորություններին, փոփոխություններին, թե ինչ կարելի անել, իրանք ունեն ինչ որ skill, այսպես ասած, հայերեն հմտություն, այո, ինչ որ հմտություններ ունեն, բայց չգիտեմ ոնց այդ հմտությունները օգտագործեն ժամանակից աշխարհում, ուստեղ ես օրինակ իմ փորձից եմ ասում, շատ է եղել դեպքեր, երբ որ նույն UI UX դիզայն եկել են սովորելու այդպես մեծ մարդիկ, ում խորհուրդ են տվել իրենց երեխաները, թոռները, ինչու՞ չէ։ Իդեալական օրինակը։ Այո, ու նրանք գալիս են սովորելու, այսինքն իրանք այդ ինչ որ հմտություններ ունեն, այո, հմտությունները մենք շատ ենք օգտագործում այդ skill բառը միջազգային հմտությունները ունեն, այո, ու գալիս են որ այդ հմտությունը մոնետիզացնեն, այսպես ասած, ինչ որ նոր կրթություն սովորեն, հասկանան թե ինչպես դա կարելի է մոնետիզացնել ու մոնետիզացնեն, հա, օրինակի համար շատ լավ մարդը կարող է նկարել, մենք ասում ենք, օքեյ, ընտիրա, դու գալիս ես կարող ես շատ լավ նկարել, արի փորձենք մոնետիզացնենք այդ ամեն ինչ, եկեք նկարենք գրքի համար կերպարներ, այդ գիրքը վաճառեք։
եկեք սարքենք, այսպես ասած, սթիքերներ, կպչուն թղթեր, Ստիկեր ասենք, ստիկերներ լավ է հասկացում, ստիկերները վաճառենք, տեղադրենք տարբեր on-line shop-երում, փորձենք վաճառենք, այսպիսի փորձարկումներ են կանում, արդեն մեծահասակ մարդը, եթե սկսում է իր տաղանդով հմտություններով աշխատել գումար, դա շատ հաճելի է ու այդ ամեն ինչը մեր մոտ հենց այդ փորձը, որ ես պատմում եմ, հենց իր եթե չեմ սխալվում, իր թորնիկներ հենց իրեն առաջարկել, որ գնա sense բաներ կարանի։ Շատ մոտիվացնող օրինակ է։ Sense թորնիկ։ Ես մի օրինակ էլ գիտեմ, ես կարող եմ ասել, որ մարդը, որ գիտեր դաշնամուր նվագել մեծ տարիքում, հետո չեմ հիշում այդ կայքի անունը, բայց իր երաժշտությունները սկսեց վաճառել, գրել ու վաճառել ու լավ փող էր աշխատում։ Իդեալական։ Հենց մեր ուսանողներ։ Հա, չեմ անում, գուցե կատակ եմ։ Հա։ Դուք եկան լուրջ դեմքով եք այդ կատակները, շատ դժվար է տարբերել կատակեր թե ճշմարտություն։ Լավ, եկեք մի քիչ քննարկենք, թե ինչ խորհուրդներ կտաք մարդկանց, որոնք օրինակ հիմա երկմտում են, փոխել իրենց մասնագիտությունը, թե ոչ, եւ այդ կասկածը իրենց ներսից ուտում է, բայց ռիսկի չեն կարողանում գնալ։ Ինչ անեն, ինչ հարց տան իրենց, ինչպես իրենց ներքին հարցը բարձեն։ Շատ լավ հարց եք տալիս, օրինակ այդ ես sense եմ այդ ամեն ինչին նայում, նույնիսկ ես չէ, այս դեպքում կարող ենք ասենք մենք sense ենք նայում այդ ամեն ինչին, մեր էլի կրկին փորձը, էլի անձամբ իմ փորձը որպես դասատու, ես էլ նույնպես դասավանդում եմ հիմա, արդեն մոտ 6 տարի է, ու այդ 6 տարվա ընթացքում ես բախվել եմ հետաքրքիր кейսերի, որ մարդիկ գալիս են փորձում են իրենց մասնագիտությունը, որը ունեին փոխեն, բայց մենք փորձում ենք ոչ թե փոխենք, այլ օգտագործենք այն ինչը ինքը գիտեր, այսինքն օրինակ ինքը 10 տարի եղել է հաշվապահ, մենք փորձում ենք այդ հաշվապահության հմտությունները, այո, հիմքով, նոր մասնագիտություն սովորել, օրինակ ինքս ուզում եմ սովորի UI UX design, սովորում եմ UX design, բայց ինքը հմտություն ունի ֆինանսական ոլորտում, մենք այդ ֆինանսական ոլորտը փորձում ենք օգտագործենք։ Ինքը սկսում է իրան գովազդել որպես ֆինանսական ոլորտի մասնագետ, ով տիրապետում է UI UX ու ավտոմատ HR-ների համար ինքը դառնում է ավելի հետաքրքիր մարդ, քան մնացած օրինակ 500-600 հոգին, ովքեր նույնպես UI UX դիզայներ են, բայց չունեն ֆինանսական ոլորտի մոտ։ Այսինքն մենք փորձում ենք այն ինչ կա այդ հիմունքների վրա ավելացնենք ու էլի մոնետիզացնենք, պերսոնալ բրենդինգը մարդու այնպես սարքենք, որ ինքը շուկայում լինի պահանջված։ Այդտենց կարամ շատ օրինակներ բերեմ, էլի ծրագրավորողներ են եկել էլի սովորեն տարբեր մասնագիտություններ, մենք իրանք նույնպես այ ոնց որ ես ասում եմ մեծահասակ մարդիկ շատ անգամ տեղակ չեն լինում, դրա համար այն որ ասում են ձեռը պետքա պուլսի փայել, անդադ շուկան ուսումնասիրել, օրինակ մենք դա անում ենք, մեր միգուցե այսպես ասենք նաև մեր ուսանողների փոխարեն, ու երբ ուսանողը գալիս է պատմում է իր պատմությունը, մենք փորձում ենք ոչ թե ասենք գնա այս դասին, այլ միգուցե դաժե դասի չենք ուղարկում, ուղղակի պատմում ենք իրան այսպես գործիքի մասին, որի շնորհիվ իր կյանքը կարա դառնա ավելի լավը, որի մասին ինքը տեղյակ չէր։ Ես հենց հիմա մտքում եմ 1-2, հենց հիմա 2 հոգի մտքումս անցան իմ բուկվալի իմ ուսանողներից, ովքեր հենց տենց ճանապարհ են անցել, ծրագրավորող լինելով փորձում էին փոխել մասնագիտությունը, այդ այն ժամանակներում ենք ապրում։ Բայց ոչ թե ծրագրավորումը փոխեցին, այլ ուղղակի այնց գործիքով զինվեցին, որը հիմա կարողանում են շատ ավելի հեշտ գումար աշխատել։ Այս փաստորեն այն շատ կասկածողներին, որ համ ուզում են, համ չեն ուզում, ուղղակի շանս է մի նոր բան իմանալ, մի նոր բան սովորել ու դրանով ամբողջովին թարմացնել եւ իրենց մասնագիտական գիտելիքները եւ պրոֆիլավորումը։ Ինձ հետաքրքիր է շատ ռադիկալ փոփոխությունները, այսինքն մենք տենց նախնական զրույցում խոսում ենք ինչ որ փոփոխությունների մասին, վիճակագրությունների մասին, հետաքրքիր է կան շատ ռադիկալ փոփոխություններ անող մարդիկ, որ օրինակ կան, չգիտեմ, ծրագրավորող ու գնան ձեր մոտից որպես դերասան։ Հակառակը շատ է եղել։ Այ այդ հակառակ օրինակի մասին։ Բայց դժվար է սենց լեր, որ գար ասեր ես ծրագրավորող եմ, ինչ կարող եմ անեմ, ասես նայենք, ասենք այ կարողա դերասան դառնաս, տենց քեզ չենք ունեցել։ Բայց դերասանի վարպետությունը ինձ դուք կարայիք դասավանդեիք։ Ես։ Այո։ Okay։ Սա կատակ էր։ Հա։ Տեսեք, 1-1 հաշիվը հավասարվեց։ Բայց կարող էր լուրջ դեմքով կատակներ անելու նուրբ արվեստը։ Ես մի բան ասեմ, իրականում մեր բոլորի մեջ դերասաններ են թաքնված։ Մեկի մեջ մի քիչ շատ, մեկի մեջ մի քիչ քիչ, բայց ամեն դեպքում մենք բոլորս խաղում ենք տարբեր դերեր մեր կյանքում։ Այսպեսի մի այդա հարց չունես, դու ես հարց ունեմ, բայց ես ինձ թվում է շատ խոսացի արդեն։ Ես կարող եմ դերասանի հետ կապված մի բան ասեմ։ Դու հարց տվեցիր, հետո մոռացա։ Մեր մոտ օրինակ դերասաններն են շատ գալիս, ինչպես ասացի, ու իրանցից շատ լավ հետաքրքիր մասնագետներ են դառնում, օրինակի համար նույն էլի վերոնշյալ շատ խոսացի արդեն UI UX դիզայնի մասին, բայց ինչ ասեմ, ես դրա մասնագետն եմ, հա, UI UX դիզայներները այնպես լավ UI UX դիզայներներ են դերասաններից դուրս գալիս, որովհետև իրանք էլի պետք է շատ մարդկանց հետ շփվեն, տարբեր կերպարներում, այսպես հանդես կան դիմացինի, այսպես ասած աչքերով նայեն ու չգիտեմ, դերասանների մոտ շատ եմ նկատել, որ այդ ամեն ինչը շատ լավ է ստացվում։ Ես անկեղծ եմ ասում, ես չէ, բայց իմ ընկերներից մի հոգի կա, ում ես մեծ սիրով կառաջարկեի, որ գար ձեր մոտ, որովհետև ի վերջո
փողել է պետք աշխատել մեկ-մեկ։ Կներեք, իսկ հաղորդավարների համար ոչինչ չունեք։ Ունենք։ Մտածեք էլի, իմ մասին էլ մտածեք։ Всё, պայմանավորվեցինք։ Հարցը։ Ամենատարածված միֆերը մասնագիտություն փոխելու մասին, որոնք են, որ կարող ենք հիմա օրինակ կոտրել։ Ես ChatGPT-ով տեսել եմ, որ դուք այդ հարցը ինձ տալու եք։ ChatGPT։ Չէ, օրինակ կարծրատիպ կա, չէ, որ արագ կարող ես 3 ամսում ձեռք բերել մասնագիտություն եւ դառնալ միլիոնատեր։ Ես այդ կարծրատիպով էի առաջնորդվել ճիշտն ասած։ Մոռացեք։ Տենց բան չի կարող լինի 3 ամսում դառնալ միլիոնատեր։ Բայց 3 ամսում կարող եք կատարել հենց այդ ամենակարևոր քայլը, որը տանի դեպի միլիոնատեր դառնալուն։ Այլ կարծրատիպեր կարող ենք կոտրել հիմա։ Շատ կարծրատիպեր կարող ենք կոտրել, օրինակ տարիքը։ Ընդհանրապես տարիքային սահմանը կարող ենք մոռանալ, որովհետև այսօր մարդը ուղղակի գա մեր մոտ, ասենք կլինա 40 տարեկան, 50 տարեկան, նրա հետ շփվենք, հասկանանք ինչ հմտություններ ունի ու փորձենք հասկանանք թե ինչը իրան կարող ունի։ Ես չեմ ասում գա ինչ որ մի դասընթացի, չնայած հիմնականում ամեն ինչը դրան է տանում, ոնց որ ասում եմ դրա համար ենք հավաքվել, բայց շատ հնարավոր է լրիվ այլ ինչ որ առաջարկներ լինի, օրինակ ես նույնիսկ տատիկիս, որ ինքը շատ լավ օրինակ պատրաստում էր ուտելիքներ, փորձում էի ասեի արի գնանք ինչ որ բան պատրաստենք, ինչ որ կայք պատրաստենք քո համար, այդ կայքով վաճառի, այսինքն sense շատ պատմություններ հետաքրքրում մեր մոտ որ գալիս են մարդիկ, որ իրանց պրոստը խորհուրդ ենք տալի, թե ոնց կարան իրանք հենց նույն էլի մոնետիզացնեն, չէ, որ ամեն ինչի մասին խոսում ենք, փորձում են մարդիկ ընտանիք պահեն, ու մենք այդ մարդկանց խորհուրդ ենք տալիս, ոնց կարող են ավելի լավ գումար աշխատել, որ ընտանիք կարողանան պահել։ Ինձ մի հարց հետաքրքիր, արդյոք հնարավոր չի համատեղել, օրինակ մի մասնագիտություն չէ, բայց մի մասնագիտության տարբեր ճյուղերով պահել ընտանիք։ Հնարավոր է։ Նույնիսկ այսօր ոնց որ շուկան, ինչ ասեմ, աշխարհը, ելի եկեք աշխարհ անվանենք, այն որ կրթություն, հա, գումար աշխատել, այդ ամեն ինչը գլոբալ թեմաներ են, ամեն ինչը sense թույլ է տալիս, որպեսզի դու ընտրելով ճիշտ մասնագիտություն կամ ճիշտ ստրատեգիա ընտրելով քո կարիերայի զարգացումը կարող ես հանգիստ տարբեր մի քանի աշխատանքներում աշխատես։ Այսինքն այստեղ նույնիսկ հմտությունները, եթե կարացար մի քանի հմտություն ընտրես, որ իրար մեկը մյուսին լրացնում է, դու կարաս ուղղակի մի քանի ուղղությամբ աշխատես ու շատ հանգիստ նույնիսկ չծախսես 8 ժամից ավել ժամանակ։ Այսինքն օրվա այդ 8 ժամը լինի ֆիքս 8 ժամ ու նենշի 12 ժամ օր աշխատես 20 ժամ, որ շատերը իմանում են։ Մենք նախնական զրույցում խոսում ենք այն մասին, թե ինչքան կարևոր է ծնողների գործոնը մարդկանց մասնագիտություն ընտրելու մեջ, ու ես էլ բերեցի իմ օրինակը, որ մինչև ընտրել է եւ այլն։ Կան մարդիկ, ովքեր որ կիսվում են այն փաստով, որ ծնողները ստիպել են իրենց, օրինակ, սովորել, չգիտեմ, հումանիտար առարկաներ կամ բնագիտական առարկաներ ու ըստ դրա ձեռք բերել մասնագիտություն։ Կան նման օրինակներ։ Այո։ Ի պաշտպանություն ծնողներին ասեմ, որ դասընթացի ընթացքում մենք հասկացել ենք, որ ծնողների ուղարկած նույնիսկ մասնագիտությունը ինչ որ սովորել են, այդ հմտություններն էլ է պետք գալիս։ Դրանով դասընթացի ընթացքում ասում ենք մերսի մամ ջան, բայց այո, տենց кейսեր շատ է լինում ու նույնիսկ իմ մոտ էլ այդպիսի кейսեր եղել, բայց այդ ամեն ինչը նորմալ է, էլի, ինքը դու այդ բանի դրությամբ պետք է գնաս, որովհետև մենք օրինակ շատ ենք խրախուսում այն մարդկանց, ովքեր հենց համալսարանը ավարտեն, նոր են եկել, որովհետև դիսցիպլինան աշխարհայացքի նույն զարգացումը շատ կարևոր է։ Բազային գիտելիքները, որոնք օրինակ ժամանակին, երբ որ ես ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել, բայց մենք անցնում էինք շատ խորը փիլիսոփայություն, չգիտեմ, բնագիտություն եւ այլն, այն ժամանակ հարցեր առաջանում ինչներիս է պետք է ամեն ինչը, բայց հետո կյանքում դու հասկանում ես, որ դու ավելի մրցունակ ես, երբ որ դու գիտես տարբեր ոլորտների հետ կապված ինչ որ նյուանսներ։ Այդ շատ կարևոր է, ընդհանուր որպես մարդ եւ արժե համակարգ ունեցող մարդ, իսկ հետո այ դրա վրա կառուցել մի բան, որը քեզ այո եկամուտ կբերի եւ կօգնի հետագայում։ Իսկ ինչ կասեք մարդկանց, որոնք չունեն ամեն դեպքում համալսարանական կրթություն եւ ուզում են 0-ից ինչ որ X տարիքում մի բան սովորել, որը իրենց աշխատանքով կապահովի։ Okay, ինչպես գիտեք, շատ կարևոր է, որ մարդը զբաղվի նրանով ինչ որ սիրում է, ու մենք այստեղ իմ կարծիքով մարդուն ավելի շատ հնարավորություն ենք տալիս, այ հանելով այդ որ ծնողներն են ինչ որ մի բան համոզում, հա, մեր ընտրությունը համալսարանների միջև մենք ոնց որ տալիս ենք 80-ից ավելի ճյուղ, որտեղ այդ 80-ից ավելի դասընթաց, որտեղ մարդը կարող է ընտրի ու սովորի, ու դրությունը քանի որ մեծ է, մարդը կարողանում է գտնել այն ինչը սիրում է, այն ինչը ինչ որ հետաքրում է իրան, ու նաև այն ինչը կազմված է հենց իր արդեն ունեցած իսկ հմտությունների, այն ինչի վրա որ ինքը սիրում էր զբաղվել, նույնը էլի օրինակը բերեմ նկարել, չգիտեմ, պարել, դերասանություն անել, փորձում ենք այդ ամեն ինչը կիրառենք, դրա հիման վրա կառուցենք իր համար կարիերայի զարգացման պլան, հա, որին հետևելով ինքը կարող հասնի հաջողության։ Բայց համարյա թե լինում են кейսեր, երբ որ մարդը ուղղակի չգիտի ինչ է ուզում, դրա համար էլ հենց մեր մոտ ստեղծված այդ կարիերայի խորհրդատվությունը, որի արդյունքում էլ արդեն որոշում է, որ դասընթացը ինքը մեր մոտ անցնի, ինչ այսինքն օգնում եք նաև մարդկանց, որ մտածեն, որտեվ կարող է ես գամ ու ասեմ, որ ես ուզում եմ դառնամ բժիշկ, ասեք էլ եմ, իրոք է։
Ինչ բժիշկ։ UI UX։ Իհարկե։ Okay։ Մենակ մեծամասամբ դեպքերում, եթե այդ բանը անցկացնենք, վիճակագրությունը անցկացնենք, մենակ ֆինանսն է, որ մարդկանց ստիպում է գալ, թե ավելի հոգեբանական վիճակագրորեն ինչն է ստիպում մարդկանց գալ։ Մարդիկ կան նույնիսկ էլի հետաքրքիր кейսերից պատմեմ, որ ակնհայտ իրանք գումարի խնդիր չունեն, իրանք դա բարձրաձայն ասում են, իրանք գալիս են ինչ-որ նոր բան սովորել, նոր մարդկանց հետ շփվել, ու մի հատ է հետաքրքիր բան կա, кейս կա, այս վերջերս այդ տենդենսը նկատվում, որ մենք շատ ենք զարգացրել օրինակ մեր community-ին, հա, համայնքը, ու տալիս են շատ մեծ իվենտներ են անում հենց մենակ մեր համայնքի համար, այսինքն փակ իվենտներ, որոնք դրսի մարդկանց համար չեն, ու ուղղակի մտնելու համար համայնք շատ հաճախ ելնում է մարդ, որ գալիս է ինչ-որ դասընթաց անցնի, որ կարողանա մասնակցել այդ ամեն ինչին, էլի։ Մենք ունենք օրինակ, որ մարդը ուղղակի տարիներ շարունակ ֆինանսական գործերով զբաղվեց, եղել իր մասնագիտությունը նաև այդպիսին, բայց հետո ինքը ուղղակի հասկացել է, որ ճիշտ տեղում չէ, էմոցիոնալ առումով, հոգեբանական առումով, ոչ թե եկամտի իմաստ։ Այո, մեր ոսկե փայլ աստղիկը, այո, եւ փոխել է մասնագիտությունը եւ իրեն երջանիկ է զգում հիմա արդեն այլ ոլորտում, ամբողջությամբ այլ ոլորտում։ Խոսում ենք իրականում նրա հետ, աստղիկը մեզ բացատրեց մի փոքր իր օրինակով հուշեց, թե ինչն է բերել իրան ու ինչ հոգեբանական փուլեր են հաջորդել այս ամեն ինչին մասնագիտության փոփոխությանը, որ ուղղակի ոնց որ ասում եմ կապանքների մեջ լինեի ու տենց մի պահ ազատվեց, շունչ բացվեց, ես վերջապես սկսեցի զբաղվել նրանով, ինչով որ ես ուզում էի։ Ես ուզում եմ այսպեսի հարց տալ. հոգեբանական ինչ փուլ է հաջորդում մարդկանց, ինչ փուլ է գալիս կյանքում մասնագիտական փոփոխությունից հետո, ինչ են զգում հիմնականում։ Կա արդյոք այդ վախը կամ անվստահությունը կամ հակառակ այդ թեթևության զգացողությունը։ Վախերը կան, միանշանակ, սենց կարամ մի քիչ հերվից գամ, չնայած չէ, հերվից չեմ գա, կգամ մի անգամից անտեղից, ուրեմն հա, չէ, մտածում եմ հերուն մոտիկը չգիտենք, դուք որտեղից էլ գաք։ Okay։ Նախ առաջինը օրինակ համար լինում են իրավիճակներ, դեպքեր, երբ որ մարդ աշխատում է մոտ 400-500 հազար դրամ ու ընդունում է նոր մասնագիտություն ու հետո իր մոտ ընթացքում հարց առաջանում, ասում է, լավ, okay, եթե ես պետք է սովորեմ այս մասնագիտությունը, ուրեմն պետք է ամբողջովին զբաղվեմ դրանով, այսինքն պետք է հրաժարվեմ այդ գումարից, ուտեղ գալիս է այդ ամենակարևոր պահը, էլի։ Ոնց անեմ, որ այդ 400-500 հազարը քիչ փող չի եկամ ու դրանից հրաժարվել, ընտրել նոր մասնակցություն, իհարկե որով կարաս աշխատես 800-900 միլիոն, այդ ամեն ինչը պետք է այդ քայլին գնալ։ Այդ ամենաերևի հենց այդ հետաքրքիր բանն է, որը ես օրինակ ինքս անձամբ բախվել եմ, ուտեղ իրական խորհուրդները շատ չեն։ Խորհուրդը միայն այնա, որ այդ ռիսկին պետք է գնաս, եթե վստահ ես քո վրա, անպայման կհասնես հաջողության, եւ երկրորդ խորհուրդը, որը ավելի հետաքրքիր է, փորձել համատեղել։ Համատեղելը ամենաճիշտ տարբերակն է իրականում իմ կարծիքով, որովհետեւ գիտեք, մեծ քաղաքներում ապրող մարդիկ, չգիտեմ, հաստատ վստահ եմ դուք էլ ունեք ընկերներ, ովքեր մեծ քաղաքներում են ապրում, մեգապոլիսներում, ասում են, որ դու այնտեղ չես կարող զբաղվես մի քանի մասնագիտությամբ կամ մի քանի տեղ աշխատես, որովհետև երբ որ դու գնում ես աշխատանքի հետ ես վերադառնում տուն, օրը ավարտվում է ու ֆիզիկապես դու ուղղակի քո աշխատանքի գնալու ժամանակը արդեն մի հատ էներգիա է տանում։ Բայց մեր փոքրիկ սիրուն Երևանում կարելի է մի քանի տեղ վազել, հաճախ իրականում կան բազմաթիվ մասնագիտություններ, որ ֆրիլանս ուղղակի համակարգչով օրինակ ինչ որ տեղում նստած ֆրիլանս հիմա որ թատրոնում խաղան ֆրիլանս։ Թատրոնում խաղա, բանը, ընդմիջումների ժամանակ էլ այն դիզայնները տարա ուղարկի։ Ես ոնց ասեմ, ես ասում եմ, ես առել եմ համակարգիչ եւ օգտվում եմ միայն Paint-ից եւ Word-ից։ Ավետին օգնեք մեր փոքրիկ ավետին։ Ավետին օգնել այլևս անհնար է։ Չէ, իրականում ես իմ օրինակով բերեմ, ես զբաղվում եմ մի քանի մասնագիտությամբ չէ, ես զբաղվում եմ մի քանի գործով։ Ես զբաղվում եմ հաղորդավարությամբ, խաղում եմ թատրոնում, աշխատում եմ հեռուստատեսությունում, վարում եմ հաղորդում հեռուստատեսությունում, վարում եմ միջոցառումներ, այսքանի հետ մեկտեղ հասցնում եմ նաև անել ընդմիջումներ։ Ու տես որ փաստորեն մեր եթերում։ Իսկապես բայց ասա որ հնարավոր է։ Այո, հնարավոր է, միանշանակ։ Համատեղել է իմ կարծիքով Վագն, ինձ հետ համաձայն եք, որ համատեղելը ճիշտ է։ Միանշանակ։ Ունենում եք ազատ ժամանակ, որը կարող եք լրացնել էլի, օրինակ նույն ինչ որ մի այլ տեղ նույնպես բան թատրոն խաղալով կամ օրինակի համար վարելով ինչ որ հաղորդում այլ։ Բայց այս ամեն ինչ հետ մեկտեղ այդ ազատ ժամանակը ես փորձում եմ ուղղակի մի պահ քնեմ։ Որովհետև այդ ամեն ինչ լավ է։ Հա։ Համ էլ քնում եք այդքանից։ Համ ընդմիջում ես անում, համ քնում ես։ Բայց այստեղ հետաքրքիր բան ասեմ, օրինակի համար դուք այդ ամեն ինչը որտեղ եք պատմում, ինչ որ միտեղ պատմում եք, որ դուք ես եք անում, են եք անում, ոնց եք անում։ Չէ։ Instagram, հա։ Instagram անում եք։ Հա, Instagram պատմում։ Որովհետև այսօր օրինակ շատ մեծ խնդիր է, մարդիկ ինչ որ բան անում են, բայց իրենց մասին ոչ մեկ չգիտի։
մենք ունենք նաև այտենց մասնագիտություն, որը խորացնում ենք, հա, դասընթաց, storytelling-ն էլ է դա դասընթաց, որի մասին խոսանք մի քիչ ուշ։ Հիմա ավելի շատ խոսում եի personal branding-ի մասին, որ մարդիկ հիմա շատ լավ մասնագետներ կան, որոնց մասին ոչ մեկ չի գիտի, եւ կան մասնագետներ, որոնց մասին գիտեն, բայց միգուցե իրանք այդքան էլ լավ չեն։ Այսինքն լավ մասնագետները փախկված են ինչ-որ միտեղ, իրանք իրենց մասին չեն խոսում, դրանց դժվար է գտնել։ Ես ուզում եք մի օրինակ բերեմ։ Թամադաներ կան, ովքեր որ իրանց Instagram-ում այո երկու մեկ թամադաներ կան, ովքեր որ իրանց Instagram-ում դնում են վիդեոներ, բայց իրականում ես տեսել եմ ոնց են վարում ու շատ մարդիկ են տեսել ոնց են իրանք վարում։ Կան մարդիկ, ովքեր որ իդեալական են վարում հարսանիքներ, բայց իրանց մասին չկա Instagram-ում ճոռոմ վիդեոներ, որ այսինքն ինչ որ։ Բայց այսօր սոցիալական հարթակները վաճառքի համար են ոնց որ նախատեսված, հա, ու այդ մեկ երկու մարդիկ կնայեն ու կասեն, որ խի Չէ։ Լավ։ Ինչպես տեսնում ես սպառվող կոնտենտից, հեչ չի ասի, որ կարելի է այդ տեսակ եզրակացություն անել։ Քանի որ խոսեցինք անձի բրենդի մասին, առհասարակ ինչ է իրանից ներկայացնում, արդյոք կա ինչ ճիշտ ճանապարհով պետք հասնել այդ անձի բրենդ ունենալուն։ Նախ ասեմ, այսօր դա ամենակարևոր բաներից մեկն է։ Ես ինքս անձամբ դրա մեջ բոլոր իմ ուսանողներին փորձում եմ այդ ամեն ինչի հետ գիտելիքները տամ, որովհետև եթե ես իրանց տամ ուղղակի ինչ որ մի մասնագիտության գիտելիքներ, հետո իրանք գալու են ինձ ասեն, բա աշխատանք ոնց գտնեմ։ Դրա համար մենք նույնիսկ չենք սպասում, որ դասընթացը ավարտվի, նոր ինքը զբաղվի իր անձի բրենդինգով։ Մենք հենց առաջի օրվանից ես իրանց ասում եմ, լուծում եք խնդիր, պատմեք դրա մասին։ Ինչ որ բանով դաժ եկեք մեր մոտ նոր մասնագիտություն սովորեք, ձեր հարազատներին դրա մասին տեղեկացրեք։ Գոռացեք Instagram-ում, գոռացեք Facebook-ում, ժողովուրդ, ես նոր մասնագիտություն ունեմ, եթե ինչ որ մեկը ինչ որ խանութ ունի, դրա համար վեբսայթ է ուզում, ես կարող եմ արդեն սարքել։ Եվ այլն, ու դա շատ կարևոր է հիմա դարձել այդ անձի, նույնիսկ հիմա եթե նկատենք Elon Musk, ու տենց կարող ենք շարունակել լիքը մարդկանց, մենք ոչ թե նայում ենք Tesla-ի, նայում ենք այնտեղ ինչ մասնագիտ բաներ ինքը, այդ որ գնում է SpaceX-ը, ոչ թե նայում ենք SpaceX-ի կամ Tesla-ի էջերին, այլ նայում ենք Elon Musk-ին, հա։ Ու տենց ես կարամ ասեմ երևի բոլոր հայտնի կամպանիաները, ոչ թե կամպանիաներն են իրանց գովազդում, այլ իրանց տնօրենները այս։ Ինչ կավելացնես այդա ինչ հարց կա, որը որ ինձ թվում է ամփոփեցինք զրույցը նաև սրանով, որ բավական չէ, որ ունենաս լավ հմտություններ ու գիտելիքներ, նաև դրանք վաճառելու ձևը պիտի իմանաս։ Այս նախադասությունները զրույցի ամփոփումը ինձ թվում է։ Վահագնը ամենասկզբում ասեց մի բան, մի արտահայտություն, ես էլ ունեմ մի սիրած արտահայտություն, իրականում, որ ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի համար։ Իմ կարծիքով երբեք ուշ չէ ձեռք բերել նոր մասնագիտություն, գնալ այն ճանապարհով, որով որ երազում եք եւ իհարկե հասնել ձեր երազանքներին կյանքի ցանկացած տարիքում։ Այնպես որ 2 Այո։ Ձեր խորհուրդը վերջին այսպես ուղերձ որպես անպայման, եթե ինչ որ միտք կա, անպայման փորձեք այդ միտքը իրագործել, եթե կան կասկածներ, պարզապես խորհրդատվությունն էլ գնալ հարցեր տալը նույնպես ընդունելի է։ Գնացեք այդ հարցեր տալուն, միգուցե հենց այդ հարցը ոչ թե նույն խոսանկրթական ոլորտում, այլ ոչ թե եկեք դասընթացի մասնակցեք, այլ եկեք խորհրդակցեք։ Դա նույնպես շատ կարևոր է այսօր։ Այո։ Պայմանները ստեղծված են, հնարավորությունները շատ են, այնպես որ ուղղակի պետք է չհապաղել։ Այսքանը։ Ձեզ հետ էին այսօր դերասանուհի Այդա Կիրակոսյանը եւ իհարկե հաղորդավար, երգիչ, գրող որսորդ հրապարակախոս Ավետ Զոհրաբյանը։ Շնորհակալություն, լավ եղեք, առողջ մնացեք, կհանդիպենք հաջորդ անգամ։